Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, ահազանգում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, թե կոնկրետ ինչ խնդիր ունի Շիրակի թեմի կալանավորված առաջնորդը չի հայտնում։ Մնացած մանրամասներ կներեք չեմ կարող հայտնել։ Այսքանը որ ասում եմ, սա պետք է ազդակ լինի մեզ բոլորիս, որ առաջի քրիստոնյա ժողովուրդը լինելով մենք իրավունք չունենք Սրբազան հորը պահել եւ մյուս սրբազաններին էլ պահել այդ պայմաններում անդառնալի հետևանքներ կարող են լինել եւ դա ոչ մեկին պատիվ չի բերում։ Սրբազանին բուժման տանելու գործընթացն արհեստական դանդաղում է, ասում է Դանիելյանը։ Արդարադատության նախարարը հերքում է, փաստաթղթերի բյուրոկրատական քաշքշուկի մասին խոսք լինել չի կարող։ Այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի ողակին համապատասխան առողջության կատար։ Այս տարվա առաջին 11 ամսում քրեակատարողական հիմնարկներում մահվան 23 դեպք է գրանցվել։ Այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող այդ 24-րդը Աստված մի արածը նաև լինի Սրբազան հայրը։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին արկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, ով գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի եւ այնտեղ պահվող անձանց հետ։ Միքայել Աջապահյանի առողջական խնդիրների հարցով զբաղվելու եւ ճշտումներ է անելու նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Անահիտ Մանասյանը առ այսօր տեսակցել է սրբազաններին, բացի Արշակ arczepiskoposից։ Ազատությունից զրկման վայրեր, այցերն անընդհատ են, իրականում պետք է անկեղծ լինեմ, նաեւ ազատությունից զրկված անձանց քանակն է բավականին մեծ, ես անընդհատ փորձում եմ նաեւ ինքս այցերին ներգրավվել։ Քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը նաև քաղաքական գործերով կալանավորումներով է պայմանավորում Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորը կարծում է, որ հոգևորականների կալանավորումները կարող են շարունակվել։ Փաշինյանը չի երգում, որ քահանաներին ԱԱԾ-ի միջոցով են խնդրում, հորդորում, որ պատարագի ժամանակ վեհափառի անունը զեղչվի։ Ոմանք հրաժարվում են դա անել։ Հուսով եմ Շիրակի թեմի հոգևորականները չեն հայտնվի քրեակատարողական հիմնարկում իր հորդորը մերժելու համար։ Մտավախություն ունեք այդում կհայտնի։ Ինչի բառ չի, որ այդ մտավախություն, ոչ թե մտավախություն, այլ այսինքն, չգիտեմ, էլի ինչ բառ օգտագործեմ, որ տեղին լինի, ավելի քան պարզ է, չես մարդը ինչ ճանապարհով է գնում։ Մինչև դրանից առաջ էլ Արշակ Սրբազանին էին հորդորել, որ հորդորվի եւ միանա տիրադավներին, հերձվածներին եւ մերժի կաթողիկոսին։ Քրեակատարողական հիմնարկներում դեռ թափուր տեղեր կան, 2845 տեղ զբաղված է, լրակազմով ՔԿՀ-ներում 4000 անձի պահելու հնարավորություն ունի պետությունը։ Իսկ ինչ պայմաններում են պահվում սրբազաններն ու Սամվել Կարապետյանը։ Պահվում են այնպիսի պայմաններում, ինչպիսի պայմաններում պահվում են մյուս ազատությունից զրկված անձինք։ Քրեակատարողական հիմնարկներից ամենավատը Նուբարաշենի պայմաններն են, ասում է Թաթևոսյանը, փորձում են այլ ընտրանքային լուծումներ գտնել։ Փակ հիմնարկներում մահվան 23 դեպքից 8-ի պատճառը ինքնավնասումն է, այս դեպքերի թիվն աճել է։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։